Գիտեք ինչու յուրաքանչյուր ոք կարող է հայտնել իր կարծիքը, դա նրանց կարծիքն է, դա նրանց տեսակետն է։ Ես բոլորի տեսակետը հարգում եմ, ես էլ ունեմ իմ տեսակետը այդ հարցի վերաբերյալ եւ կարող եմ ինչ-որ խումբել չհամաձայնի իմ տեսակետի հետ։ Ես օրինակ ամեն դեպքում գտնում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը չի սկսել այս ամենը։ Այս ամենը սկսել է դեռ 20-25 տարի առաջ։ Եվ քանի գնաց, ավելի ահագնացավ, այս հարցով նամակով պետք է դիմել պարզապես, ես անձամբ կդիմեի նախագահին, եւ այն բառերը, որ գրված էր Սեֆիլյանին, ես կդիմեի նախագահին, որ անսալով ձեր բանականությանը եւ սթափ մտքին հարգելի նախագահ, խնդրում ենք ականջալուր լինեք ձեր ժողովրդին, որովհետեւ ժողովուրդը այլևս չի դիմանում։ Ի վերջո Սեֆիլյանը հո չի հասցրել ժողովրդին այս վիճակի։ Այն ինչ որ կատարվում է մեր երկրում ինքը արդեն աբսուրդից դուրս է, որովհետև այս աստիճան մարդկային կյանքերի, հոգեկան աշխարհի, նյարդի, սերնդի հետ խաղալ արդեն չի կարելի, արդեն հոգնել է։ Ժողովուրդը ինքը բնազդորեն իմաստուն, շատ իմաստուն բան է ժողովուրդը։ Եվ գիտեք ինչ, մի հատ սենց կաթիլ կա, չէ, կատ դիմանում ես մեկ էլ մի հատ ծորակից վերջին կաթիլը ու վերջ։ Եվ քանի որ սա իր մեջ էմոցիոնալ բնույթ է կրում, շատ էմոցիոնալ, ես շատ եմ վախենում, որ սա լինի անկանխատեսելի։ Իհարկե ոչ մի սթափ եւ զգոն մարդ չի ուզում արյուն թափվի եւ ես կարծում եմ, որ նախագահը առավել եւս չի ուզենա, որովհետեւ այն նախագահը, ում երկրում արյունահեղություն է լինում, ապա այդ նախագահը միանգամից ինքը տարբեր երկրներում չէ հեղինակազրկվում է, ուրեմն հասկանում է նախագահը, որ չի կարող արյունահեղություն թույլ տալ եւ դրա համար միջոցները այնքան էլ հիմա դեռ դաժան չի։ Ըստ ձեզ ինչով է պայմանավորված իշխանության ներկայացուցիչների քաղաքական ուժերի լռության պատճառն այս օրերին որն է, չէ՞ որ մենք բազմիցս ենք առիթ ունեցել տեսնելու նման լռություն եւ ժողովուրդը բազմիցս է առիթ ունեցել նմանատիպ լարված օրերին իրեն անտերը զգալ եւ անթիկունք զգալ։ Որն է պատճառը ըստ ձեզ։ Որովհետեւ լուռ է նախագահը։ Նախագահը խոսում է։ Ինչ որ մի բան ասում է, անում է։ Ոչ։ Դե բնականաբար մնացածները սպասում են, թե ինչ կասի նախագահը։ Իսկ որն է այդ լռության պատճառը, ինչու լռել։ Այդ լռության պատճառը մենք շատ կարող ենք պատճառներ անել, որոնցից 10-ից 9 ճիշտ լինեն եւ 10-ից 11-ը ճիշտ լինեն։ Լռության պատճառները շատ են, որովհետեւ այս ամբողջ երևույթների արմատները այնքան խորն են եւ այնքան հեռու գնացող են եւ այնքան երկար է դիմացել, որ սրա պատճառները շատ կարող են լինել։ Իսկ ամենացցումների կողքով եթե անցնենք։ Օրինակ ես մտածում եմ, տեսեք, շատ հանկարծակի բոլորս եկանք, չէ, որ սկսվեց սա։ Ինքը պետք է սկսվեր, բայց ինչ որ շատ ոնց որ առավոտը դու վեր կացար եւ իմացար, որ այսպեսի բան է եղել, որ նախապայման չկար, զատիշը, այն փոթորկից առաջ մի հատ լավ լռություն էր։ Գիտեք ինչ, տեսեք, ես որ նայում եմ, արդեն մոտ 30 տարի մենք չենք ապրել, ազգովի չենք ապրել։ Եվ անընդհատ մեզ ասել են, որ այ դիմացեք, այ լավ կլինի, այ դիմացեք լավ կլինի եւ շահարկելով Ղարաբաղը։ Այս քառօրյա պատերազմից հետո, երբ այդ սերունդը սերուցք էր, ես որ նայում էի զոհված տղաների դեմքին, ես ասում եմ Աստված իմ ինչու մեզ զրկեցիր այսքան սիրուն տղաներին սերունդ տալու հնարավորությունից, այս ինչ արեցիք մեզ հետ։ Այս պատերազմը շատ բան արթնացրեց ժողովրդի մեջ։ Եվ հանկարծ պատերազմից հետո մի որոշ լռությունից հետո հայտարարում են, որ գիտեք ինչ, տարածքներ կան, որ մերը չեն եւ կարող ենք հանձնել։ Այս ինչ է նշանակում։ Այսինքն մենք, չէ որ մենք շատ զրկանքների ենք գնացել, մենք ամեն ինչի համաձայնել ենք, մենք երկար ժամանակ պարզապես չենք ապրել, ժողովուրդը չի ապրել, մի ամբողջ ժողովուրդ ստորացել է, կեղեքվել է, աղքատացել է, արտաքսվել է, եւ հանկարծ պարզվում է, իզուր, հանկարծ պարզվում է, որ այդ
Բաներ կան, գիտեք ինչ, մեզ ապացուցում են հենց բոլորի շատ լուրջ տոնով, որ դրանք մերը չեն, կարող են մեր տալ, ինչա տալ։ 30 տարի չեմ ապրել, որ դու հիմա ինչա տաս։ Ու ժողովուրդը գիտեք ինչ, ինքը ուղղակի ոչ թե այն վերջի հուսահատ ճիճն է ու ես կարծում եմ, որ շատ խելացի պետք է մտածել եւ քայլեր անել եւ ես այդ խելացի քայլերը ակնկալում եմ հիմա միայն նախագահից։ Իմ ակնկալիքները ոչ մեկից չի։ Ես սպասում եմ, որ նա, չգիտեմ ինչ կորոշի, բայց նա որպես քաղաքացի, որպես արժանավոր մարդ, որպես պետության գլխի տեր կանգնած մարդ, նա պետք է անի այն քայլերը, որը իր ժողովրդին չի բերի քաղաքացիական կռվի եւ արյունահեղության։ Այդ թե ինչ կանի, դա արդեն նրա որոշելիքն է։ Վերջին կաթիլն էր փաստորեն այն Արցախյան հարցը, հողերի հարցը, սա եւս ձեզ պորտկում է, թե պորտկումը դեռ։ Եթե եղավ վերջի կաթիլը, ինքը սարսափելի է լինելու։ Ինչի համար։ Ինչի։ Ես միայն մի բան եմ մտածում, գիտեք, անդադ, եթե ինչ-որ մի խումբ մարդիկ կանգնեին ինձ ասեին դու մեզ պետք չես հեռացիր, ես որպես մարդ հաստատ կգնայի։ Չգիտեմ, ես որ չէի դիմանա այդ աստիճան ճնշման, որովհետև ես կմտածեի լավ, ինչ եմ արել, որ արժանացեմ, ինչ բաներ արել ես, չէ։ Գիտեք ինչ, երբ մարդուն ասում են, այսպիսի մի հատ sense բան է ստացվել, երկու խմբի են բաժանվել մարդիկ հիմա, այս է զարմանալի, ու մեկն ասում է, քեզ տորացրել են, աղքատացրել են, կեղեքել են, անպատվել են, քեզ ջնջել են, արտաքսել, ոչինչ, դիմացի, դե ինչ կարելի է, ոնց կարելի, խոհեմ եղիր։ Ինչի խոհեմ լինեմ։ Դու խոհեմության ես կանչում մի մարդու, որը այլևս նահանջելու տեղ չունի, մնացել այս 29,000 քառակուսի կիլոմետրի վրա, ուզում է պահի իր երկիրը։ Ինչ խոհեմության մասին է։ Խոհեմ զգոն, բանական, սթափ պետք է լինի միայն երկրի նախագահը։ Եվ այդ դեպքում երկիրը կկանգնի շատ նորմալ վիճակի մեջ։ Ուրիշ ոչ մեկից մենք սթափություն եւ խոհեմություն պահանջելու իրավունք չունենք, բացի երկրի համար պատասխանատու անձից։ Այնուամենայնիվ լարվածությունը շարունակվում է եւ բախում է այսպես դամոկլյան սրի պես կախված է խորենացի փողոցի վրա։ Այո։ Ինչ եք կարծում, այնուամենայնիվ խաղաղ կարգավորում հարցը կունենա։ Ես կարծում եմ, որ մեր մտավորականները բոլորս պետք է այդ նամակով դիմենք մեր նախագահին, որ անսալով ձեր զգոն բանականությանը եւ սթափ մտքին խնդրում ենք այնպես արեք, որ արյունահեղություն չթափվի։ Դա միայն կարող ենք դիմել նախագահին։ Եվ պետք է հաշվի առնենք, որ նաև բարիկադների երկու կողմերում էլ մեր քաղաքացիներն են։ Եվ ամենասարսափելին այն է, որ տեսեք ոստիկան էր, չէ, զոհվել։ Ինձ համար բացարձակ նշան, ինչ կապ ունի, իմ հայ մարդը ընտանիքի մի կրակ մարեց գնաց այդ մարդը վիշտ ապրեցին, ոստիկան անունը, թե քաղաքացի անունը, հասկանում եք ինչ օրի ենք հասել, եղբայրը դուրս է եկել եղբոր դեմ։ Սա եղբայրը եղբոր դեմ է դուրս գալիս։ Մի ժամանակ կռվում էինք իրար հետ, հիմա կռվում ենք իրար դեմ։ Էս ով արեց, ինչի արեց, ում էր պետք։ Ինչ եք անում, շատ բաներ ենք հասկանում, բայց բաներ կա, որ դու նույնիսկ չես ուզում բարձրաձայնել, վախենալու այդ մտքից։ Այսինքն ըստ ձեզ կուլիսների ետևում սցենար կա։ Այն էլ ինչ հանճարեղ գրված, եւ ես ձեզ ասեմ, սա մի քանի հոգու գրած սցենարներ է։ Այստեղ ուղղակի խաղաքարտի վրա են դրել մեզ, եւ այն բոլոր երկրները, ովքեր այն երկրները, որոնք աղքատ են, որոնք կեղեքված են, այդ երկրների հետ այս սցենարն աշխատում է։ Եթե ուզում ես երկրի հարցերը լուծել, աղքատացրու այդ երկիրը, արտաքին թշնամին միանգամից հարցերը կլուծի։ Ո՞րն է այդ սցենարը ձեզ, ուր է սա տանում։ Ես գիտեք ինչ, այնպիսի ոլորտի հարց եք տալիս, որը ես որպես քաղաքացի սրանք հազար տերությունների կռիվ է գնում ուղղակի, թե ով ում բաժինը կվերցնի, ինչ կանի։
հասկանում եք, սա ուղղակի չգիտեմ, մենք, բայց ես դա եմ ասում, հզոր տերությունները միշտ խառնվում են, ընդհանրապես տերությունները միշտ խառնվում են, քո ընտանիքի մեջ միշտ կխառնվեն բարեկամներ, հարևաններ, եթե քո ընտանիքում խաղաղություն չկա։ Միշտ բոլորը կխառնվեն, կամ խորհուրդ կտան, կամ իրեն կորոշեն ղեկավարել, որովհետև քո ընտանիքում ոչ խաղաղություն կա, ոչ հարստություն կա, ոչինչ չկա։ Երեխաները դուրսն են, փախած են, սոված են, անտեր են, բայց այդ ընտանիքը ով ուզես կքանդի։ Ինչ տարբերություն ընտանիք, թե երկիր։ Բա 25-30 տարվա մեջ հասցնել այս ճոխ Հայաստանը, միջալ սովետական երկրում ամենաճոխ հանրապետություններից մեկն էինք։ Հասցնել 25 տարվա մեջ ինչ արագություն էր պետք։ Հասցնել այս ծայր աստիճան աղքատության, ամեն ինչ կանեն մեզ հետ։ Ի վերջո որն է ելքը ձեզ։ Միշտ ես սիրում եմ այդ բառերն, ասում են, գիտեք ինչ խոչընդոտ չկա, հա, կա հնարավորություն, բայց ես չգիտեմ, թե իրենց գլխում ելքը որն է։ Գիտեք ինչ, շատ կարևոր է, թե մարդը իր համար որն է առաջնային համարում։ Մարդու շատ կարևոր է, այն մարդը, ով ղեկավարում է երկիր, նրա համար առաջնայինը որն է։ Այդ դեպքում չգիտեմ ելքը որը կլինի։ Եթե քեզ համար առաջնայինն է քո ազգային արժանապատվությունը, քո ազգի բարեկեցությունը, դու ուրիշ ելքել ես փնտրում։ Եթե ուրիշ է, ուրիշ ելք ես փնտրում։ Աստված տա, որ խոհեմ ելք փնտրվի եւ չգնանք արյունահեղության, իսկ ես կրկնում եմ, արյունահեղության պատասխանատվությունը ընկնում է միայն ու միայն նախագահի վրա։